Հազար բարի ժողովուրդ ջան։ Նահայև սկսվեց 2-3 ամիսեր ես մի քանի անգամ ասեցի, որ Իրանին ոչնչացնելու են։ Մեր հայերից մտնում էին իմ գրառման տակ կամ վիդեոյի տակ ինձ սկսում էին հայհոյել, արա դու հո դեբիլ չես, արա դու հո դես չես, Իրանը մեզ բարեկամ պետություն է, էսա հենա, ես ինչեր ես ասում, իբր ես ուզում էի, հիմա ես ասում էի, ես ասում էի, որ դա լինելու է, հիմա էդ ովքեր ինձ այդպես բաներ էիք ասում, դեբիլներ, հրացանները կապեք ուսերիդ գնացեք ձեր եղբայրական Իրանին օգնեցեք։ Որ հասկանաք, ում ինչ եք ասում, մարդկանց զրույցը չեք լսում, չեք հասկանում։ Հիմա մի քանի անգամ իմ հետևորդները լավ հիշում են, մի քանի անգամ ես նույնիսկ ասել եմ, Իրանի փրկությունը մենակ մի բան է, օկուպացնել Ադրբեջանը։ Իսկ բոլորը մտածում էին, թե մենք Ադրբեջանի հետ թշնամի ենք են, դրա համար եմ տենց ասում։ Ոչ, ես դրա համար չէ, Իրանի միակ փրկությունը դրա մեջ է։ Չօկուպացրավ Ադրբեջանը, հիմա ամբողջ արաբական, մուսուլմանական աշխարհը համախմբվելու է Ամերիկայի, Իսրայելի հետ ու ոչնչացնելու են Իրանին։ Իսկ եթե նա հիմա էլ խփում է Կատարին, Էմիրատներին, այս մեկին, Սաուդովսկի Արաբիան արդեն հայտնեց, որ միանում է Ամերիկային, հասկանում եք, սխալ բան է անում Իրանը։ Դրանք պետք է Ադրբեջանով, Ռուսաստանի հետ սահման բացեին եւ վերջ։ Իրանին արդեն եթե Ռուսաստանի հետ ցամաքային սահման ունենար, Իրանի հետ երբեք ռիսկ չէին անի։ Նույնիսկ եթե այտենց ցամաքային սահմանը Իրանի հետ կարող է Ռուսաստանը պայմանավորել, հենց ատոմային բոմբ էլ տեղադրել Իրանում։ Ոնց որ ժամանակին ամերիկացիները Պակիստանում են արել ու նվիրել Պակիստանին։ Իրանը կփրկվեր, բայց հիմա Իրանին փրկություն չունի։ Սրանք էլ բաց թողող չեն։ Ամբողջ արաբական աշխարհն է միանալու, Իրանն էլ սխալ քայլեր անում, արաբական աշխարհին է գնդակոծում, այնտեղ որտեղ բաներ կան, ամերիկական բազաներ կա, բայց իրանց ռակետները այնքան էլ տոշնի չեն, գնում են շենքերի բանի էլ են տալի, սովորական քաղաքացիներ էլ են կոտորվելու, բան, մի խոսքով զայրացնում են այդ պետություններին։ Արդեն Սաուդյան Արաբիան բանարավ, որ միանում է Ամերիկային բանին, Իրանին ռմբակոծելու բանով, միանում է լրիվ ամբողջովին։ Այդտենց բաներ, ժողովուրդ ջան։ Իրանի միակ փրկությունը այն ժամանակ ասել եմ, քանի անգամ եմ ասել, իմ հետևորդները կհիշեն, որ օկուպացնել Ադրբեջանը։ Ադրբեջանի տարածքը նենց Իրանը Գրիբադեդովի մահից հետո 100 տարով է տված եղել Ռուսաստանին, 100 տարով ընդամենը, այդ փաստաթղթերը կա, կարային ազատ օկուպացնեն, այդ ժամանակ Թուրքիայի հետ կարող է, բայց Ռուսաստանը պատերժկական էր, բայց հիմա Ռուսաստանը չի կարա Իրանին պահի, ոչ մի ձևով, մի Իրանին վերջ են տալու, եսի ինչ պատահականություն, ինչ բախտ կլինի, որ Իրանը փրկվի, ես չեմ կարծում, որ Ամերիկան կիսատ է թողելու, քանի որ սկսել են, էլ կիսատ չեն թողելու, ես նույնիսկ կարծում եմ, որ թուրքական բանակն էլ մտնելու պատերազմի մեջ Իրանի դեմ, ադրբեջանականն էլ ու մաս են անելու Իրանին, Սիրիայի նման, ոնց որ այսօր համարյա ամբողջ Սիրիան Թուրքիայի ձեռի տակ է, համարյա ամբողջ, կառավարությունը, որ Թուրքիայի թուրքական է, այտենց, ինձ թվում է մեկը միանալու են, բայց էլ եմ ասում, կրկնում եմ, ամենաճիշտ տարբերակը Ադրբեջանին օկուպացնելն է եղել,
որ օկուպացներ ցամաքային սահման ունենար Ռուսաստանի հետ։ Նենց էլ Ռուսաստանը դրան համաձայն կլիներ 100%-ով, որովհետև Ադրբեջանը Ռուսաստանին լավ էլ վտանգ է սպառնում։ Դες բաներ, այսքան բաներ, մեզ համար էլ է հիմա շատ վտանգավոր է, եթե մասսայական այդ բամբարդիրովկեքը սկսեցին, մարդիկ շատ են փախնելու գալու են Հայաստան բան։ Ազերներ էլ ինչ ասես, ու հայերն էլ կփախչեն, դե հայերը մեր, ասենք հայրենակիցներն են, թող գան, հարց չի, բայց որ նրանք գան, ինչ են կանելու, դնելու ենք սահմանը փակենք, չթողենք մտնեն, կրակելու ենք նրանց վրա, շատ դժվար հարցեր է լինելու, մի խոսքով սենց բաներ էլի, ես իմ լավ բաներ չի սպասում, մեր Ռուբջանները ինձ մի քանի անգամ գրել է ասում, ախպեր ասում էր Իրանին խփելու են, ինչ է լավ, բախ չեն խփում։ Ռուբջան խփում են դնում ես, քանի 3 ամիս առաջ էի ասել, չէ։ Դա ծրագիր է։ Իրանից հետո էլ ասեմ, եթե Իրանին ոչնչացրին, հաջորդ ով է լինելու։ Հյուսիսային Կորեան։ Խոսքս հիշեք, ես ասեցի, հաջորդը լինելու է Հյուսիսային Կորեան, Իրանից հետո։ Եթե կարողացան Իրանին ոչնչացնեն, հաջորդը նա է։ Իրանին եթե ոչնչացնում են, Չինաստանը շատ թուլանում է վերին աստիճանի, մի անգամից։ Այդ այս բաներ չի կարողանալու Կորեային պաշտպանի, նույնիսկ քթի տակին։ Լավ եղեք, ժողովուրդ ջան, զգուշ եղեք։